Գրեթե մեկ տարի առաջ 2024 թվականի մարտի 22-ին Շինցու քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին իմնեմնի փոդքասթի համահեղինակներ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման ընթացքում կիրառվեց աննախադեպ բիրտ ուժ եւ ըստ էության դա հանցագործություն էր ուժային համակարգի կողմից։ Տեղի ունեցածի համատեքստում հաղորդում ներկայացվեց հանցագործության վերաբերյալ, սակայն իրադարձությունից մեկ տարի անց ըստ էության որևէ ուժային կառույցի ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել կատարած հանցագործության համատեքստում։ Թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան։ Ողջույն։ Պարոն Խուդոյան, հենց դուք եք ներկայացրել հանցագործության վերաբերյալ հաղորդում կապված Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված հանցագործության համատեքստում, ինչ վիճակում է այդ գործը։ Գործը արդեն երևի մեկ տարուց ավել է վարույթում է, բայց մի քանի ամիս առաջվանից արդեն ակնհայտ է, որ վարույթն իրականացնողը ցանկանում է գործը կարճել, եղել է դատախազի որոշում քրեական հետապնդում չհարուցելու, հիմա այդ որոշման բողոքարկման փուլում ենք դատականացիաներում, բայց բավականին հետաքրքիր պատճառաբանություններով է այդ որոշումը կայացվել։ Մենք կարծում ենք, որ թերի քննություն է ընթացել, բացի այն, որ սխալ իրավական գնահատականներ են տվել, նաև մարդիկ կան, որոնք չեն բացահայտվել, եւ փաստորեն ստացվում է, որ օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ կոնկրետ երկու անձ կա, ովքեր ոստիկան չեն, մասնակցել են այդ process-ին, սակայն նրանց անձը հայտնի չի, եւ իմաստության մենք նախաձեռնում ենք, որպեսզի կարողանանք գտնել այդ անձանց եւ վարույթն իրականացնողին փորձել օգնել իր աշխատանքում, եթե ոստիկանության օպերատիվ ծառայողները չեն կարողանում շատ հստակ երևացող դեմքով մարդկանց հայտնաբերել, փորձենք մենք հայտնաբերել այս հարցը հրապարակային դարձնելով։ Ինչ է նշանակում, որ իրենք չեն կարողացել հայտնաբերել կամ չեն կարողացել իդենտիֆիկացնել։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ ուղղակի չեն ցանկացել դա անել։ Մենք տեսնում ենք այդ տեսանյութում, որ կան եւ ոստիկանական համազգեստով եւ քաղաքացիական համազգեստով անձինք, այն քաղաքացիական համազգեստով անձինք, որոնք անմիջականորեն այդ բռնությունը կիրառում են, նրանց անձը հայտնի է, բայց երկու անձ է, ով որ օպերատորին է խոչընդոտում եւ մեկ անձ ով իր հեռախոսով նկարում է, նրանց անձը չի բացահայտվել, վստահություն կա, որ նրանք կամ օպերատիվ ծառայողներ են, կամ ինչ որ հենց հատուկ նախապես իրենց հետ եկած մարդիկ են, որոնք գուցե իրապահ չեն, բայց ապօրինի հրահանգ են ունեցել այս գործողությունը ֆիքսելու, տեսանկարելու եւ, չգիտեմ, զեկուցելու։ Հիմա հետաքրքիր է, թե տանձինք ով են ու ինչն է բարդությունը մեր իրապահների համար բացահայտել, թե ինչ գործ ունեն նման անձինք ոստիկանական օպերացիայի ընթացքում։ Բնականաբար, եթե կողմնակի մարդ է լինում sense բաներում, խոչընդոտվում է հենց նույն ժամանակա օպերատորների աշխատանքն էլ է խոչընդոտվել, այսինքն թե անձը կողմնակի անձ լիներ, հաստատ այս վիճակում չէր լինելու, տեսանյութից դա ակնհայտ է։ Ընդամենը, քանի որ, ինչպես ասացի, ասում են, որ հնարավոր չի պարզել այս անձը ով է, պիտի փորձենք ինքնուրույն ջանքերով դա անել։ Պարոն Խուդոյան, մենք հատկապես վերջին շրջանում շատ ենք ֆիքսում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների կամ թեկուզ ցուցարարների նկատմամբ բռնություններ լինում նաև հավաքները լուսաբանող լրագրողների նկատմամբ եւ մենք նաև բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում, որ մարզային վարչություններում, ոստիկանության քաղաքացիներին շատ դեպքերում ծեծի են ենթարկում։ Մամուլը վերջին շրջանում լցված է նմանատիպ տեղեկություններով։ Ինչի մասին է սա խոսում, ինչի է վերածվել
Հայաստանում առհասարակ իրապահ համակարգը։ Սա համակարգային անպատժելիության դրսևորումներ են, որոնք ոչ միայն խրախուսվել են անգործությամբ, այսինքն չարձագանքելով, այլև խրախուսվել են ուղղակի հրապարակային հայտարարություններով, որպես օրինակ կարող են վերել նախորդ տարվա հունիսի 12-ի ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը նույն օրը ազգային ժողովի ամբիոնից ամենաբարձր մակարդակով խրախուսվում էր ոստիկաններին, գովեստի խոսքեր էին ասում, թե ինչ լավ որ նրանք կան եւ ջարդում են քաղաքացիներին։ Ոստիկանական բաժիններում խոշտանգումների դեպքերին պատշաճ արձագանքներ չեն տրվում, ընդ որում եթե այդ դեպքերը որոշ դեպքերում դա լինում է տեսախցիկներից դուրս, նաև ունենում ենք դեպքեր տեսախցիկներով ֆիքսված ոստիկանական բռնության, դա հատկապես հավաքներին է վերաբերում, նաև Սամսոնյան Նարեկի ձերբակալման պահն է, Քոչարյան Լևոնի մեքենայի նրա նկատմամբ Կարմիր բերետավորների նկատմամբ բռնությունը, հունիսի 12 2023 թվականի սեպտեմբեր ամիս, որտեղ ուղղակի ֆիքսված է, դեմքերն էլ շատ հստակ երևում են ոստիկանների, ովքեր բռնություն են գործադրում, բայց նրանք ոչ միայն քրեական հետապնդման չեն ենթարկվում, այլ շարունակում են իրենց ծառայությունը։ Շատ սուր օրինակ է Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկաններին, որոնց անձը հայտնի է եւ փաստորեն առնվազն նրանց պաշտոնական անփութության արդյունքում անձը խոշտանգվել է, եթե բացառենք, որ նախապես պլանավորված է եղել եւ իրենք էլ անձախմբի անդամներ են, բայց այդ անձին շարունակում են իրենց ծառայությունը, սա ոչ միայն ոստիկանական համակարգի խնդիրն է, որտեղ այո կարող է ոստիկանների մեջ լինել անգրագետ մարդ, ով չի տիրապետում իր լիազորություններին եւ բռնություն է գործադրում։ Սա խոսում է, որ բռնությունը խրախուսվում է եւ ոստիկանության ղեկավար կազմի կողմից եւ քննչական դատախազական մարմինների կողմից։ Այսինքն տրված է ոստիկաններին այդ կանաչ լույսը, որ կարող է կվարվել ցանկացած ձև եւ պատասխանատվության չեք ենթարկվի։ Նման օրինակ նաեւ օրինակ Սոնա Մնացականյանի դեպքով պատահարի մեղավոր ոստիկանի նկատմամբ այդ պաշտպանական ակնհայտ իշխանական քարոզչությունն է։ Պարոն Խուդոյան, դուք նշեցիք, որ կոնկրետ օրինակ Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ գործով իրապահները իբրև թե չեն կարողանում իդենտիֆիկացիա իրականացնեն եւ պատրաստակամություն հայտնեցիք կօգնել նրանց, միգուցե հանրությունն էլ այս համատեքստում ինչ որ անելիք ունի։ Ըստ էության իմ այս տեսանյութը փաստորեն հրապարակում ենք, նշելով այն անձանց, ովքեր մեզ հետաքրքիր են, եւ եթե որևէ անձ ճանաչում է այս անձանց, որպես ոստիկանության ծառայող կամ հատուկ ծառայությունների ծառայող կամ որևէ կերպ փոխկապակցված անձ այնպիսի շրջանակներին, ովքեր հետաքրքրված են ընդդիմադիրների հանդեպ բռնություն գործադրելու, պիտի խնդրենք տվյալներ հրապարակային կամ գաղտնի առանց անձը բացահայտելու փոխանցեն մեզ, որպեսզի հասկանանք այս անձինք ովքեր են եւ ինչ գործ ունեն ոստիկանական օպերացիային։ Եվ կխնդրեի նաեւ նշել ովքեր են իդենտիֆիկացվել այս գործի համատեքստում։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատողներ են հենց այս ձերբակալման պահին, այդ թվում քաղաքացիական հագուստով, նրանց անունները հայտնի է, մասնակցել են քննությանը, նրանց նկատմամբ հետապնդում չի արուսվում, մենք դրա հետ համաձայն չենք, բողոքարկում ենք։ Սա դեռ ընթացքում է, բայց կոնկրետ այդ երկու անձը ում ասում են, որ չենք հասկանում ովքեր են, նրանց մասնակցությունը եւ արձակնությունը նույնպես կարեւոր է, որտեղ տեսնում ենք օրինակ մի անձը նախապես ամենասկզբից իր հեռախոսով ֆիքսել է եւ եթե վարույթն իրականացնողի կամ դատախազության համար խնդիր է հասկանալ ամբողջ սցենարը, խնդիրային առումով օրինակ ասում են, որ ի սկզբանե ձերբակալման ծանուցում են ներկայացվել, անձը դիմադրել է եւ ստիպված են եղել հարկադրանք կիրառել, չնայած նման բան իրականում չի եղել, բայց եթե նույնիսկ այդպես է, այդ ենթադրյալ է ոստիկանության ծառայողը իր հեռախոսով օպերատիվ նկարանով ամբողջ պրոցեսը ուներ եւ եթե այդ ամբողջ պրոցեսի վերաբերյալ տեսանյութը ձեռք բերվեր, հստակ երևար ամենասկզբից էլ ոստիկանության ապօրինությունները, որովհետեւ ինչպես նշել է Նարեկ Սամսոնյանը, ամենասկզբից որևէ մեկը իրեն չի ծանոթացել ոչ ձերբակալման որոշման մասին, ոչ դրա հիմքերի մասին, այլ միանգամից բռնություն են կիրառել։ Նույն օրը մենք տեսել ենք, որ արդեն հանրային ուշադրության
տակ տեսախցիկների ներքո, երբ որ Վազգեն Սաղաթելյանին էին ձերբակալում, արդեն օրենքը ոնց պահանջում է, ներկայացրել են ձերբակալման որոշումը, նրան առաջարկել իրենց հետ գնալ եւ որևէ հարկադրանքի կարիք չի եղել։ Իսկ նույն գործով էլ արդեն երևում է տարբերակված մոտեցումը, մի դեպքում երբ որ դա տեսախցիկների ներքո է եղել եւ չէին կարող խուսափել, կատարել են գործողությունը օրենքով մի կողմ թողանք, դրա անհրաժեշտություն է եղել, թե չէ։ Մյուս դեպքում, երբ որ իրենց թվացել է, որ ոչ մեկ դա չի ֆիքսելու, բռնությունը գործադրել են, իրենք իրենց կողմից նկարել են դա, խոչընդոտել են այլ նկարող անձի, եւ փաստորեն շարունակաբար 1 տարի արդեն որևէ անձ այս գործողության համար պատասխանատվություն չի կրել։ Իսկ այս ոստիկանը, որ Արեգի գլուխը սեղմում է գետնին, պարզաբանում է ներկայացրել, որ դա անում է, ուրեմն, որպեսզի վերջինս ինքնավնասում չկատարի։ Ամփոփելով, պարոն Խուդոյան, արդյոք կարող ենք փաստել, որ Հայաստանում ուժայինների կողմից հետևյալ պրակտիկան է որդեգրվել, որ քաղաքացիների նկատմամբ նրանք կարող են կիրառել բիրտ ուժ, իսկ ովքեր որ այդ համատեքստում իդենտիֆիկացվել են, նրանց նկատմամբ որևէ պատիժ չի կիրառվում, իսկ մնացած ուժ գործադրողները, որոնք տեսախցիկներում երևում են, նրանց կամ չեն հայտնաբերում, կամ իրենց բառերով ասած դժվարանում են իդենտիֆիկացնել։ Այո, եւ միայն այս գործով չի, օրինակ բազմաթիվ գործերով։ Այո, շատ ակնհայտ է, որ ոստիկանները ծեծում են ցուցարարներին։ Նրանց են հնարավոր անօրինականացնել, բայց երբ որ հարցադրում արվում, ասում են դա քննություն է ընթանում։ Եթե համեմատության մեջ վերցնենք, նույն գործով ցուցարարների վերաբերյալ մեղադրանքները 1 ամսում ներկայացվել են, գործ ուղարկվել է դատարան։ Իսկ բացարձակ խնդրեմ չի այդ նույնը անել ոստիկանների մասով, եթե կան կարգազանց ոստիկաններ, պետք է ստորենքի պատասխանատվության ենթարկեն։ Նույն դեպքը կառավարության շենքի մոտ 23 թվականի սեպտեմբերին, երբ որ ցուցարարներին մեղադրանք ներկայացվել շշերով ոստիկաններին հարվածելու համար, բայց նույն տեսանյութի մեջ շատ հստակ երևում է, ոնց են ոստիկանները շշերով հարվածում քաղաքացիներին, բայց ելի ոչ մի բան։ Երևում է, ոնց են քաղաքացուն քաշում ոստիկանական պատի հետևը եւ մի քանի հոգով ծեծի ենթարկում։ Հունիսի 12-ին երևում է, ոնց են այդ ձև Աբրահամ Գասպարյանին քաշում ոստիկանական պատի հետևը եւ ծեծի ենթարկում մարմնական վնասվածքներն էլ առկա են։ Իսկ ընդհանրապես կամքի բացակայությունն է եւ խրախուսումը, որ ոստիկանները ըստ անհրաժեշտության, ըստ քաղաքական նպատակ հարմարության ազատ լինեն բռնություն գործադրելու եւ վստահ լինեն, որ դրա համար պատասխանատվություն չեն կրելու։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանությունների համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ, կհանդիպենք։